Մեսկենեի վարժուհին դեպի Ռակկա։ Դեղերը ստանալ են ետքը վերադարձա աքսորյալ հայերու մեջ և կասկածելով, որ իմ մորաքրոջս աղջիկ Աննան գրնար ադոնց մեջ գտնվիլ, ժանդարմայի ընկերակցությամբ խմբերու մեջ կբդդեի և գորոնեի, երբ ահա տեսա շուրջ 25 տարեկան սիրուն թեմքով և բավական մաքուր հագուստներով աղջիկը, որ ամեն կողմ թափարելով գխոսեր, գմխիթարեր և ամենքն ալ յարքանքով մդիկ կնեին այսինքը։ Ժանդարման մատնանշելով այդ աղջիկա զիս անոր մոտ տարավ։ Մոտեցա երիտասարդ աղջիկան։ Սանցեցի ժանդարման, որպեսի անբատշաճ խոսք չարդասանե, և ես սկսա թուրքերեն լեզվով խոսիլ աղջիկան հետ։ Որտեղացի եք։ Իզմիդեն եմ, Նիգոմիդիա։ Ինչպես գաբրեք։ Շատ թշվար գերբով։ Ահա գտեսնեք ձեր աչքին առաջը, հիվանդ և անոթի։ Ինչ կնեք այսպես խմբերու մեջ բդդելով։ Իմ մխիթարությունս կգտնեմ ժողովրդին խրախուսելով ու մխիթարելով։ Երբ իմացա, թե ֆրանսերեն գիտե, սկսանք ֆրանսերեն լեզվով խոսիլ։ Չեր կանքադեր իրենց դժվարությանեն, միայն հացի և դեղի պակասներ, որ կմատնանշեր սոսկալով։ Մեր խոսակցությունը բավական երկար տևեց, երբ վարժուհիին դեմքին վրա տեսա գույնադությունը, անիկա սկսավ դողալ և ինգավ նվախցած։ 4 կողմեն ձայներ կգոչեին, վարժուհին ալ ինգավ անոթութեն է։ Ժանդարման գուզեր նվախցած աղջիկան դանիլ, բայց ես իմ գերմանը սպայս անունով սպառնացի, այնպես որ անիկա վախցավ և հեռացավ։ Հասա մագոյք, արի դեղեր, թրամ և գրգին վերադարձա դեպի հայեր։ Վարժուհին ըստափած էր, բայց հիվանդ էր։ Բաժնեցի հաց և դեղ աքսորյալ ժողովրդին, ամեն կողմեն նկատելով խուժեցին վրաս, և ես հազիվ կարողացա իրենց ճնշումեն ազատիլ։ Ամենքը կբորային, «Էֆենդի, հաց, էֆենդի, դեղ»։ Արաբ կիներ հերվուներեն գուգային և հազիվ մեկ օխա գշրող փայտը գծախեին 20 փարայի։ Միջորեի թակությունը տանելի էր, բայց գիշերվան ցուրտը, մանավանդ ծողը մահացուցիչ էր։ Ժողովրդին գեցած վայրին շուրջ դիզված էր մարդկային գեղտ, մինչ մեկ կողմե թշվար ժողովուրդը կջանար իր մեջեն դուրս հանել ամեն տեսակ աղտեղություններ։ Այդ միջոցին հալեբեն գուգային նոր աքսորյալներ։ Հասնողները չէին կարող նույնիսկ նստել, այլ քեդին գնետվին և գբարլեին, ինքնագորոյվիս վիճակի մեջ, կարծես ամեն ըսկացում գործունցուկած էին։ Հոն եղող հայերը ովևէ հետաքրքրություն չէին դար նոր հասնողներուն, այնքան ամեն մեկը ընկճված էր իր սեփական ցավերով։ Շարքերով ինգած, բարլած, մեկը գուլար, մյուսը կհեծեծեր, և ոչ ոք կգուգար հասնելու իրենց ցավը, և ոչ հալ իրարու հետ կխոսեին։ Երբ հարց կուղեի, խարբերցի կացեր մեջ, նշանով գցույց կուտային։ Երբեմն երկար կխոսեի և ոչ մեկ պատասխան կստանայի, աչքիս մեջ կամ գետին մը յարած իրենց նայավացքը անշարժ կմնային և մի վանակ մը իսկ չէին ուզեր արտասանել։ Երբ մագոկ վերադարձա, տեսայի, որ տեղվում թուրք զինվորականը բարի գալուստ այցելության եկած էր սպային մոտ։ Երբ իրեն հարցուցի, թե ինչու հաց չեր տար, անիկա պատասխանեց. զինվորներուն համար բավական հաց չունիմ, ուրգե պիտի կարենամ հայերուն տալ։ Թեև շատ զավալի է վիճակն իմ, նույնիսկ հեռագրած եմ այդ մասին, բայց ես ինչ կրնամ անել։ Մութը իջավ։ Գերմանացի սպան օրվան մեջ տեսածները ազդված տխուր էր, ոչ կծխեր և ոչ կխմեր։ Մտահոգ և դրդում նստած էր առանցին և գարձես նույնիսկ կգուզգուշանար ինձ հետ խոսելու։ Բարձյալ եկան մեր ժանդարմաները և գախնաբես ինձ առաջարկեցին երթալ հայ գիներով զուարճանալ։ Աստված ասոնք զստեղծեր է մեզի համար, որպես այստեղ հանդիպինք իրենց։ Գերմանացի սպան խիստ կերպով հրամայած էր, որ մեր ժանդարմաները իրենց մագույքներեն չի հեռանան, բայց անոնք գիշերանից կացեր էին և շատ ուշ, գրեթե լուսաբատին վերադարձան։ Առավոտուն մեկլեցանք Մեսկենեին դեպի Ռակկա։ Քիչ հետո տեսանք հերուն դիակը քեդին ճուրերուն մեջ։ Հետե մոտեցանք և սկսանք որոշել հագուստները և դեմքը։ Ես և ժանդարմաները բորացինք. «Երեկվա վարժուհին է, վարժուհին»։ Այնադեն ժանդարմաները պատմեցին իրենց նախորդ գիշերվան քաջագործությունները։ «Ինչ հիմար ես, որ չգաս։ Մենք և դեղվուն ժանդարմաներուն դասնապետը քացինք հայերուն դեղը և այս աղջիկը գողցանք, դարինք դասնապետին սենյակ և մինչև լույս զուվարճացանք։ Բայց տեսնեիր, թե ինչ գրվարար աղջիկ էր։ Ավոքադիմը նման մեզի գջանար համոզել, կպատասխաներ մեզի քաջությամբ, անանանք բաներ գսեր, որ մենք կապշեինք»։ Վերջապես հյուսահասավ, զայրացավ և սկսավ գոչել. «Թուք վայրենի քազաններեն ալ քեսեք»։ Ժանդարմաները շատ չարչարեր էին խեղճ աղջիկը, որ բահմը խուսափերով իրենց ձեռքը ինքսիգին նետեր էր գետը։
հանդարտ կերթար վարժուհին դիագը կետին չորերու մեջ։ Քակված մազերը ալեքներուն վրա գծփային եւ դեմքը ծածկված էր ճուրի թեթև խավի մներքև։ Հետևյալ առավոտուն կանուխ տեսանք, որ կետին ցախապին իջած են մարդիկ ու գիներ։ Ոմանք ջերմա գիշերային զգեստներ կգրեին, շատերը հակված էին եվրոպական հագուստներով եւ անես գիները եվրոպական տարազով էին։ Ասոնք կլվածվեին օջաբով եւ նույնիսկ գեղեցիկ երեսի սրբիչներ ունեին։ Մեր մագույկները գանցնեին շատ մոդեն եւ կտեսնեին իրենց երեսները։ Ամեն մեկը հանդիմանական ագնարկ մնետելով դեպի մեզ գանցնեին գերթային։ Սպան գսեր, նայեք, գարձեք թե կհայոյուն մեզ։ Մեր մագույկները երաչացան եւ բլուրագի մեհետև տեսանք այդ աքսորիալներուն բնակարանները։ Անոնք շինած էին հողաշեն ցածր եւ բավական մաքուրտուներ եւ քանի հատ եղեգյան խրճիթներ, որոնց առաջ կխռնված էին նույն ձևով հակված բազմաթիվ գահաթականներ։ Չգնացանք գիտնալ, թե այդ հայերը որտեղացի են։ Մինչև յաջորդ կայանը մեր ջամփան երկար էր։ Գիշերները իջնեին կանապետ եւ ժանդարմաներու ընկերությամբ երբեմն գերթանք դեպի արաբներու վրանները, որոնք կգտնվեին քետեզրեն վարգյան հեռավ։ Իրիկուն այսպես հասանք արաբ վրաններուն մոտ եւ լսեցինք, որ անոնց մեմեգուն մեջ հայեր կան։ Անմիջապես ուզացի հասկանալ, թե որն է այդ վրանը, բայց ժանդարմաները արդեն գացեր խուզարգեր էին եւ վերադառնալով ինձ ասին. «Մի երթար, փան մջիկա, ոչ աղջիկ կա, ոչ երիտասարդ կին»։ Վրանը մազե հյուսված էր եւ բաժնված էր 3 մասի, որու մեկ կողմը արաբին գովերն ու ոչխարներն էին, երկրորդ մասին մեջ, որ հազիվ 4 քառակուսի մետր էր, խռնված էին 40-50 պարով գին ու այր։ Երբ ես ներս մտա, զիսպետական պաշտոնյա դարձելով, բոլորը մեկոտավ ելան բարևելու համար։ Իրենց դրությունը սոսկալի էր, բարգելու դեղ չունեին բնականաբար, եւ նստած կքնանային, նույնիսկ երախաները ու պատանիները իրենց մոր գիրկը քնածատեին։ Երբ հարցուցի իրենց վիճակին մասին, վախնալով իմ հարցում է, մեծ գոհունակություն ցույց տվան եւ դողահար ամենք մեկ սկսան աղոթել սուլթանի արևշատության համար։ Իրենց այդ հոգեբան սոսկալի դրությունը չափազանց կեճազդեց վրամ, եւ ուզացի անմիջապես հեռանալ, բայց ինձ ընկերաձող ժանդարմը զիս պատվելու համար արաբեն ջորի պահանջեց, որբեսի զիս ետ դառներ։ Արաբը ցույց տվավ հայերուն միակ եւ վտիտ ջորին։ Հայերուն դեմքը փոլորովին այլալայլեցավ։ Այնադեն խորապես յուղված բարձրաձայնսի. «Չեմ ուզեր, թողեք ջորին, ես քայլով կվերադառնամ»։ Բայց այս անգամ հայերը իմ մերժումեն վախնալով գբաղատեին ու կսեին. «Ար գնա, հելալ լա քեզի»։ Չէին գիտեր, որ եթե ջորին տանեի, ավելի վատ էր իրենց համար գաներ, թե չի տանեի։ Իրենց շփոթությունն ու վախը ազդած էր իմ վրա, եւ ես ալ չէի գիտեր ինչպես ընեմ իրենց հանդարտեցնելու համար։ Հարգը գլավ ջորին վերցնել, զայն վերադարձնելու համար ինձ ընկերած հայ պատանիմը։ Ճամփան զակ ապահովեցնելու համար հայտնեցի, որ ես քրիստոնյա եմ։ Այնադեն տղան պատմեց, թե իրենք Մարաշի կողմերեն են, եւ ձավով պատմեց այդ խումբ մահայերուն գրած տարաբանքները։ Անոթի, ծարավ, ամեն օր կստիպեին դեղերնին փոխել։ Միայն արաբները գտորմը սև հաց կուտային իրենց։ Ջորին իրն էր, եւ խեղճ կենթանին կգրեր ամբողջ խմբին փերը իրենց թափառուկներու միջոցին։ Երբ տեղը կգենային, ժամանակ չէին դար, որ ջորին հանգստանար։ Անցնող դարձնող զինվորները կամ ժանդարմաները փռնի կառնեին ջորին, լծեին գարքի, կփերցնեին անդանելի փերներ, եւ երբ ջորին չեր գնար տանիլ, կստիպեին պատանին, որ մտրակ է, կամ փերը ինքը վերցնի։ Այդ ջորի, որ պետք էր աքսորիալներուն վիճակը թեթևցնել, փաթահասմը դարձած էր եւ կբաժաներ իր դերերուն ճակատագիրը։ Արդեն ջորին ուտելի գալ չունի, կսեր պատանին։ Մեզի հետ աստիան անթիան չոր խոտ կկրծոտելով կապրի։ Մեր մագույգավար ժանդարմաները իրենց հետ պարգերով ալյուր փերեր էին, որբեսի թանկ քիներով ծախեն տեղահանցված հայերուն։ Գիշերմը այսպես սխպացվածատել են, ամեն կողմես կսան վազելով գալ խումբ հայեր։ Դրամ ունեցողը դրամ կուտար, շատերը այլևայլ իրեղներով գվճարեին, եւ նույնիսկ ոմանք իրենց մանուկը ու բադիվը ծախելով գուզեին ալյուր առնել, բայց ժանդարմանները ու մագույտամարները կմերժեին եւ կպահանջեին կամ դրամ կամ իրեղներ։ Աստիան անթիան հապճեբով գրակ կվարեին, եւ ալյուր գնողները, որոնք փախտավով նևորներ կհամարվեին, գարանցնաննեին, շտաբով կշաղվեին, գլոր խմորը կշինեին առանց աղի եւ առանց թղթխմորի, եւ կնետեին գրագին մեջ, եւ վարված շյուղներ դիզելով այդ խմորին շուրջը բոլորով անհամբերությամբ կսպասեին, բայց խմորը չեփած, մատներնին այրելով կհապշտակեին եւ գտոր խլելով գուտեին։ Անոնք, որ չէին գրնար ալյուր առնել, կես թմրած վիճակի մեջ տարածված էին գետին,
եւ ամեն կողմէ անզոր ցանկության ու տնքոցի ձայն կբարձրանար։ Այս դժվարներուն մանուկները հաց եփողներուն շուրջը թեքերելով հաց կմուրեին, երբևիք իրենց մորակույրին, հորակույրին։ Բայց մարդիկ իրենց ծայրահեղ եւ գեր մարդկային դժբախտության մեջ դարձել էին անգարեկիր եւ անողորմ, եւ նույնիսկ չէին պատասխաներ սոված մանուկներուն։ Ուշադրությունս դարձավ խումբ մանուկներուն վրա, որոնք խռնված էին ալյուրի բարգին շուրջը եւ մատներն թրջելով կհավաքեին ու գուդեին քեդին մաղված ալյուր։